Սիրելի հայրենակիցներ, Արցախի կորստից հետո էլ մեր հավաքական ամոթի տարեգրության մեջ նոր էջեր են ավելանում։ Պատերազմական հանցագործ Բաքուն շարունակում է դատել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, մարդկանց, ովքեր Արցախի եւ Հայաստանի հավաքական անվտանգության համար սեփական կյանքն են զոհաբերել։ ՀՀ արտգործ նախարարը հայտարարում է, թե բոլոր միջազգային հարթակները օգտագործվում են գերիների եւ այլ պահված անձանց վերադարձի ուղղությամբ։ Իրականում ունենք 0 արդյունք։ Իսկ ԵԱՀԿ եւ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովներում ԿՊԱ-ական պատգամավորները մերժում են միանալ Բաքու միջազգային մոնիտորինգային խումբ ուղարկելու, հայ գերիներին եւ այլ պահվող անձանց անհապաղ ազատում պահանջող իմ եւ մյուս ընդդիմադիր պատգամավորների բանաձևերին։ Քաղաքական մեծամասնության օրակարգը այլ է, այդպես էլ հայտարարում են։ ՀՀ արտգործ նախարարի խոսույթն էլ այնքան ականջահաճո է թուրք լրագրողին, որ վերջինիս թվում է, թե թուրք պաշտոնյայի է լսում։ Բաքուն շարունակում է մեր հայրենակիցների հաշվեհարդարը, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները կորզելով նոր զիջումներ եւ պայթեցնելով խաղաղության կեղծ դիսկուրսը։ Իսկ ՀՀ վարչախումբը Փաշինյանի գլխավորությամբ փորձում է այլ օրակարգերով շեղել խաղաղության օրակարգի սնանկությունը։ Աներկբա է, խաղաղության հասնում են ոչ թե թշնամու օրակարգը սպասարկելով, այլ նախ եւ առաջ ներքին խաղաղությամբ։ Բայց դուք քաղաքական մեծամասնություն գնալով այրում եք բոլոր կամուրջները եւ հատում կարմիր գծերը։ Այո, մեր հասարակությունը պիտի փոխվի, պիտի շնչի, պիտի հավատա վաղվա օրվան, բայց այդ փոխողը դուք չեք։ Ձեզ անկարելի է հավատալ, որովհետև ձեր հետագիծը դրժած եւ սուտ խոստումների շարան է։ Դուք չեք կարող չտեսնել Հայաստանի շուրջ սեղմվող փակողակը եւ փորձում եք ձեր պարտությունը, խեղճությունն ու կորուստները որպես անխուսափելիություն փաթաթել ժողովրդի վզին։ Կարող եք ինչպես 37-ին անաստվածների միություն ստեղծել, ձեր հետևորդների մտահորիզոնից հեռացնել Արարատը, օրացույցից ջնջել ապրիլ 24-ը, սեփական եկեղեցի հիմնել, ուրանալ Արցախը, մեր ինքնությունն աղճատող գեղագիտություն պարտադրել, ձեր հեղափոխությունը փառաբանող հիմնադրամին $500,000 հատկացնել, այլախոհների բերանը փակել, ինչպես եւ անում եք, բայց սրանից Հայաստանը ոչ ուժեղանում է, ոչ էլ դառնում անվտանգ։ Ամենօրյա մղձավանջ եւ քաոս, սա է իրական Հայաստանի պատկերը։ Մերժումի գաղափարով ոչ կենսունակ երկիր է կառուցվում, ոչ էլ հանրային համերաշխություն։ Բայց արդյոք իրապես ուզում եք եւ ունակ եք կենսունակ երկիր կառուցել։ Մի քանի ցուցանիշ։ Գիտությունը պետք է լինի ՀՀ կայուն զարգացման անկյունակարային ոլորտներից մեկը, ամրագրել եք կառավարության ծրագրում։ Արդյոք սա մաքուր պոպուլիզմ չէ, երբ գիտությանը հատկացվում է ՀՆԱ-ի ընդամենը 0.35%-ը, իսկ բարձրագույն կրթությանը 0.13%-ը։ Սա տարածաշրջանի ամենացածր ցուցանիշն է։ Վերջին 7 տարիներին 25%-ով նվազել է ուսանողների թիվը, իսկ 28-ով պրոֆեսորա դասախոսներինը։ Հայաստանն աշխարհում ամենավերջին տեղում է գիտնականների թվով։ Ակադեմիայի հարյուրավոր առաջարկներ մնացին թղթի վրա եւ ահռելի ավանդ ունեցող գիտությունների ազգային ակադեմիան լուծարվեց, դառնալով փորձագիտական հիմնադրամ։ Այն պարագայում, երբ դեռ գոյություն չունի գիտության զարգացման ռազմավարական ծրագիր, քանդել, հետո մտածել։ Ահա այսպիսին է ձեր գործելավոճը։ 22-ին աշտարակում տրվեց ակադեմիական քաղաք կառուցելու կեղծ մեկնարկը եւ դեռ հաշվարկված ծրագիր իսկ գոյություն չուներ։ Միջազգային մի շարք կազմակերպությունների հետ ընդամենը 2024-ին է Հայաստանը կրթական եւ քաղաքաշինական ծրագրերի խորհրդատվության պայմանագրեր կնքել, որոնցից միայն UCL-ի ծառայությունների արժեքը 6.6 միլիոն ֆունտ ստերլինգ է։ Եթե ծրագրերի մշակումը ընթացքի մեջ է, չկա գիտության զարգացման հաստատված ռազմավարություն։ Այդ ինչպես էիք դեռ 3 տարի առաջ իբրև վերջնագիր խոսում բուհերի եւ գիտության միավորման մասին։ Դուք իշխանության եկաք բուհերը չքաղաքականացնելու ականջահաճո հայտարարությամբ։ Այսօր բոլոր պետական բուհերի կառավարման խորհուրդներում ԿՊԱ-ական քաղաքական վերնախավն է եւ ակնհայտ է։ Այսպես կառավարելի եւ հնազանդ ընտրազանգված եք գոյացնում։
Բրյուսովի զավթման օպերացիայից շատ եմ խոսել, հիշեցնեմ, 22-ին ընտրված թեկնածուն օրենքի խախտումով չհաստատվեց։ Ընտրությունը կասկածի տակ դնելու ակնհայտ դիտավորությամբ հանրայինի ռեպորտաժի հիմքով Սիսակ Գաբրելյանի հաղորդման վրա քրեական գործ հարուցվեց ռեկտորի խորհրդականի նկատմամբ։ Պաշտոնի անհամապատասխանության հիմքով աշխատանքից ազատվեց պրոռեկտորը։ Ոստիկանության գրոհով եւ օրենքի խախտումով ռեկտոր կարգվեց Գյուրջինյանը, որի օրոք բուհից հեռացան եւ հեռացվեցին մի քանի տասնյակ որակյալ մասնագետներ։ Ինչ ունենք հիմա։ Թամրազյանը վերջերս ընդամենը 2 ամիս առաջ արդարացվել է դատարանի վճռով, քրեական գործերը կարճվել են, պրոռեկտորի աշխատանքից ազատվելու դիմումը դատարանը ճանաչել է անվավեր, իսկ վերջիններից հանրային միջոցներից 10 միլիոնի հատուցում է տրվել։ Ինչ արձանագրեցինք, զորբայություն, բուհի հեղինակության անկում, ուսանողների ոտնահարված շահ եւ պատասխանատվության ենթարկված ոչ մի պաշտոնյա։ Բուհերում 37 թվի մթնոլորտ է։ Քաղաքական հայացքների համար տասնյակ դասախոսներ են ազատվում աշխատանքից։ Օրերս ֆինանսական խոշոր սկանդալի կենտրոնում հայտնվեցին մանկավարժականի ռեկտորն ու պրոռեկտորը։ Նրանք մեղադրվում են կազմակերպված հանցագործության, խարդախության եւ կաշառք ստանալու համար։ Բուհի 50 միլիոնի միջոցներից կողմնակի եկամուտ ստանալու որոշման տակ հոգաբարձուների խորհրդի նախագահ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ստորագրությունն է։ Հարգելով անմեղության կանխավարկածը, այնուամենայնիվ մի բան ակնհայտ է։ Տիկին Անդրեասյանը ձախողել է բուհի ֆինանսական գործընթացների նկատմամբ վերահսկողությունը, ինչը իր անմիջական պարտականությունն է։ Ճակերտավոր բարեփոխումների մեկ այլ ոլորտ հանրակրթությունը։ Վերջին 4 տարիներին կամավոր ատեստացիա է անցել հանրապետության ուսուցչական կազմի միայն 20%-ը։ Տարակարգ ունեն 1426 ուսուցիչներ։ 300,000 դրամ եւ ավելի աշխատավարձ է ստանում 7.5%-ը միայն։ Տարածաշրջանում սրանք ամենացածր ցուցանիշներն են։ Հանրապետության 300-ից ավելի դպրոցներում շարունակվում է թափուր մնալ տնօրենի հաստիքը, պատկերացնում եք 300 դպրոց չունի տնօրեն եւ բնականաբար ժամանակավոր պաշտոնակատարներից արդյունավետ եւ պատասխանատու կառավարում ակնկալելը միամտություն է։ Մեկ այլ պոպուլիստական ծրագիր, մինչև 26 թվականը խոստացել է կառուցել 300 դպրոց, նվազագույնը։ Այս պահի դրությամբ ուշադիր խոստացված 300 դպրոցներից շինաշխատանքները ավարտվել են ընդամենը 59-ում, հիշեք այս թիվը, ընդամենը 59-ում, այս պահի դրությամբ։ Անցնող ամիսների կտրվածքով հանրակրթական եւ նախադպրոցական հաստատությունների կառուցում հիմնում ծրագրի կատարողականը 48% է։ Գույքով եւ տեխնիկայի ապահովումը 33.6, մարզադահլիճների կառուցումը 12%, հանրային գրադարանների բազայի զարգացում 14%, թանգարանների եւ պատկերասրահների հիմնանորոգում 26%, հուշարձանների վերականգնում 38%։ Վերջին 4 տարիներին ԿԳՄՍ ոլորտի կապիտալ ծախսերի միջին կատարողականը չի գերազանցում 40%-ը, բայց կատարողականի կողքին լրջագույն խնդիր է նաեւ կատարման որակը, ոչ պատշաճ վերահսկողությունը եւ հանցավոր ոչ պրոֆեսիոնալիզմը։ 750 միլիոն գնահատված վերանորոգման պայմաններում ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման խայտառակ ընթացքը կասեցվեց հանրային եւ մասնագիտական ճնշման արդյունքում, իսկ 740 միլիոն գնահատված Թումանյանի թանգարանի աշխատանքները այսօր սառեցված են եւ շենքը վերածվել է անկտուր փլատակի։ Եվ մի բացահայտուն, պարզվում է, որ որոշ մշակութային պոակների տնօրեններ արտաբյուջետային միջոցների հաշվին եռամսյակի կտրվածքով ստանում են մինչև 5 միլիոն, 3 միլիոն, 2 միլիոնի հասնող պարգևավճարներ, այն դեպքում, երբ տվյալ կոլեկտիվների գիտական, վարչական կամ տեխնիկական աշխատողները, որոնք նաև գեներացնում են այդ միջոցները, վարձատրվում են 83,000-ի շրջանակներում։ Այս տրամաբանությունը բացատրություն է պահանջում։ Եվ վերջում քաղաքական մեծամասնություն, եկեղեցու դեմ անհավասար եւ հակասահմանադրական պայքարի եք դուրս ելել, քանդելով պետականության հիմքերը նաեւ։ Ես ձեզ հիշեցնում եմ, պառակտումի մեղքը չի մաքրվում անգամ նահատակության արյամբ։